Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս, սիրելի ժողովուրդ, եթերում է հանրային ձայն հաղորդաշարը, այսօր նոյեմբերի 1-ն է և մենք ձեր հետ միասին գտնվում ենք, այսպես ասած, հանրային ձայն հաղորդաշարի տաղավարում։ Մենք որքան էլ փորձում ենք մեղմացնել հանրային ձայնի, այսպես ասած, բողոքները, գանգատները Երևան քաղաքի հետ կապված, միևնույնն է, հոսքը կա ու կա։ Եվ ես նորից խնդրում եմ մեր ժողովրդին դիմել 105, շարունակել դիմել 105։ Այսօրվա մեր հաղորդաշարի մշտական անդամներն իրենց տեղում են, պարոն Աբազյան, Ընկերան Դոյ, հաճելի մարդ շակերտների մեջ նախկին, Սասուն, Վահե Ղազարյան, Բոզի տղա Արգիշ Քարամյան, ինչպես նաև Ազատուհի Պոռնիկի ծնունդ, Ռուզիկ և Քրիստիկ։ Քրիստիկ, խնդրում եմ այսօր դու ես ներս հրավիրում այսօրվա մեր հյուրերին։ Так, Սասունը ստեղա, համենայն դեպս ներս ենք հրավիրում նոր հաճելի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանին։ Так. Կանաչապատման Երևան քաղաքի վարչության պետ Սիրարփի Հայկազյանին, այդ ագարկին, Երևանի ողջ քաղաքապետարանով հանդերձ, Աղվան Հովսեփյանի որդուն, ինչ է տղաունը, Միսակ Հովսեփյան, Վազգեն Ասատրյան, Փարիզյան Սուրճ, Սուրճի տնօրեն կամ սեփականատեր տիկին Աշխենի ամուսինը, ստեղ ով կար է ցուցակի մեջ մի րոպե, Արմեն Հարությունյանին, Յաշային եւ Թաղման բյուրոյի կամ հատից են ասում, չէ, ֆիքսի տողուն հրաչին։ Так, Երևանի մետրոպոլիտենի տնօրեն ընկեր Բաբոին, Շանգրիլա կազինո Գագիկ Ծառուկյան եւ Շանգրիլայի Էտոսե փոգաբանը տնօրեն, բանը կենտրոնի թաղապետին Ղուկասյան էդ եմ հիշում, ինչպես նաեւ այդ վարչապետին կից ինչ էր այդ հակահրդեհային վերահսկողության խերի գլող դրա ղեկավարին։ Так. Բնապահպանության նախարար Հանդուանին, Սերժի Վաչոին, Վաչագան Ղազարյան, այս միմոցոնն պրծով, Ստեղ Շենգավիթի թաղապետին, Էտա ռազ, այս մոցոնն, ես սանք վերջում ծախելու եմ, բանով, աճուրդով, Ռուբեն Սարգսյան նախկին պեկի աշխատակից, հիմա ծաղկաձորում բիզնեսնի յադեր է, տատայս մարդը բողոքող է, Հայաստանի Հանրապետության վետերանների միության նախագահ Սիմոն Եսայան, Чрезвычайный и полномоченный посол Российской Федерации в Армении господин Капиркин, Պեկի ղեկավար Ռուստամ Բադասյան, Պեկի աշխատակից Գոհար Արաբաջան, այո, Կոմայգու սեփականատերեր ինչա Ղալումյան եւ Ղուլարյան, այս երկու գանդոնները իջևանցի, Արգիշտս ստեղա, Երջանիկ Հակոբյան, Մինասյան Գագիկ, Կանտրաբանդա Պեկմեկ եւ այլն, Նիկոլի Աներձակն, ահա, эвела сама вся семья в сборе. Այսրանց թողենք վերջում։ Մի քանի ուրեմն
բան, անունը Երևանյան բողոքներով եւ մենք անցնենք առաջ։ Մենք վերջերս անդրադարձել էինք օրեր առաջ Մարտունի քաղաքում տեղի ունեցած շների սպանդին, որն իրականացրել էր Մարտունու քաղաքապետի օգնականը։ Մեզ տեղեկացրեցին, որ օգնականը ազատվել է աշխատանքից բարձրաձայնված այդ աղմուկից հետո հանրային ձայնի օգնականին ազատել են։ Օգնականին պետք էր ոչ մենակ ազատել, այլ լակերովնի դագաղը դնել։ Հիմա ես չգիտեմ, քրեական գործի ընթացքի մեջ է։ Մենք ունենք այստեղ մի կենդանասեր, որը որ գնացել էր դեպքի վայր։ Ուրա Մեզ միած զանգահարեմ այս տիկնոջը գոհարին։ Եվ անցնենք առաջ։ Մենք մի քանի տեղ ունենք զանգելու։ Ալո, բարև ձեզ տիկին գոհար։ Ես եթերը սկսելուց առաջ, այսինքն ձեզ զանգելուց առաջ տեղեկացրեցի հանրությանը, որ ըստ մեզ հասած տեղեկությունների Մարտունա քաղաքապետն գործից ազատել է իր օգնականին, ով իրականացել էր Մարտունիում շների սպանդ։ Ես էլ ասեցի, որ եթերի ժամանակ, այո, գործից իհարկե մեր բարձրացած աղմուկից հետո, որ գործից ազատելը քիչ է, պետք է դադել։ Ես շատ շնորհակալ եմ նախ ձեզանից, ես ուզում եմ ձեր բազմա հազարանոց աուդիտորիան լսի, որ այն հարցը, որը բարձրացրել ենք մենք, ճիշտ է, դա մարդկանց չի վերաբերվում, շներին է վերաբերվում, բայց շները ունեն նույն սիրտը, նույն հոգին, նույն օրգանները, շնչող են, մենակ չեն խոսում։ Ու հիանալի խոսքեր կա շատ հայտնի մարդու, որ ասում է, երբ որ ես ճանաչեցի ով է շունը, ես հիասթափվեցի մարդկանցից։ Հիմա ես շատ շնորհակալություն եմ ձեզնից հայտնում, որ դուք միակ մարդն եք այս Հայաստանի Հանրապետությունում, ով որ բարձրաձայնում է այս խնդիրը ու անկախ նրանից մենք ձեզ կզանգենք, կբողոքենք, կխնդրենք, դուք առանց զանգել միշտ բարձրաձայնում եք եւ միշտ առաջի պաշտպաններից եք կենթանիների, ինչի համար ես խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ ձեզ մի հատ հարց տալ, քանի որ դուք զբաղվում եք բանը կենթանիների պաշտպանությամբ եւ այլն, ես շատ դժգոհ եմ այդ Երևանի քաղաքապետարանին կից այդ շների պուակա, հուակա, եսի միջա, որովհետեւ բազմաթիվ բողոքներ են գալիս դրանց վերաբերյալ։ Այն ականջը ծակած շները ծննդաբերում են, չգիտեմ, տանում են, պահում են, քնցնում են, վարի են տալի։ Ես ինչ, այսինքն բողոքները շատ են։ Դուք այդ հասարակական այդ հիմնարկության հետ առնչվել եք, չեք առնչվել, տեղեկություն ունեք, թե չունեք, այդ հուակին շատասիրում են դինգոն։ Դինգոյի մի հատ էքեղեն կա, էդ է գժում դրա համար, որովհետև Հայկ Մարությանը այդ հոակով միլիոննիա լափ է։ Հիմա ինձ հետաքրքիր է, դուք տեղեկություն ունեք այդ հոակից, թե ոչ։ Գոհ եք այդ աշխատանքից, թե ոչ։ Ահա, ես շեշտեմ, որ շատ դժգոհ ենք այդ աշխատանքից, պարոն Ղուկասյան, իրոք դա տեղ է, որտեղ միլիոններ են լափում, ասեմ, որ դրանով զբաղվում է իմ դուստրը, տարիներ շարունակ պայքարում է եւ քաղաքապետարաններում եւ ազգային ժողովներում եւ դեռ ոչ մի բանի չենք հասել, մնացել է անպատասխան։ Մեկ տարուց ավել է բարձրաձայնում է հանրային վերահսկողության հարցը եւ նամակներով է դիմել, որ ստեղծվի հանրային վերահսկողություն, որովհետեւ կան բազմաթիվ անհամաձայնություններ տվյալ կենտրոնի աշխատանքների մասով։ Այդ հոակը պատկանում է քաղաքապետարանին կից է։ Նայեք, անհամաձայնությունները հիմնականում կապված են նախ կենթանիների չհիմնավորված քննեցումներով, հիմնականում լեշմանիոս հիվանդության պատասխանությամբ, ընդ որում ամենահետաքրքիրը նա է, որ միայն տեստերի հիման վրա, բայց լեշմանիոս հիվանդություն են հիվանդություն, որ տեստը կարա ցույց տա սխալ։ Եվ իրանք տեստեր են անում այն պարագայում, երբ տվյալ կենտրոնը վաղուց արդեն ունի ELISA սարք,
Եվ չես հասկանում ինչի Էլայզեր Սարկը դա շատ բան սարքա եւ մեր ուղակը ձեռք է բերել, բայց չգիտես ինչի իրանք չեն ձեռք բերում նաեւ չեն օգտագործում այդ սարքի համար նախատեսված քաթրիչները։ Եթե այդ սարքը դուք ունեք, դուք ինչի եք շանը տանում հուակ, այնտեղ այդ շան վրա ոչ մի բան չկա, ոչ վերք կա, այսինքն ինքը տեսքով լրիվ առողջ շուն է։ Իրանք անում են տեստավորում, այդ տեստերը այն կորոնայի տեստերի նման 90% սխալ է, այդ տեստով հիմնավորում են, որ այդ շունը լեշմանյոզ է, վերցնում այդ շանը, քննեցնում են, շպրտում են այնքով։ Այդ նախ առաջի Ով է այդ հոակի տնօրենը։ Հոակի տնօրենը ճիշտ ասած ես անուն ազգանունը հիմա չեմ մտաբերում, որովհետև բացարձակ ինքը ինձ հետաքրքիր է։ Էքա թե ворց։ Նայեք, չէ, ворց։ Նայեք խնդիրը ինչու՞մ է։ Օրինակ ես Մարտունի դեպքով ահազանգը եղավ, մենք գնացինք, նու լավ, դա հասկանալի է, դա Մարտունի քաղաքում է։ Լավ, հիմա անցնենք ստեղի դեպքերին։ Ես մի երկու խոսքով ընդամենը ես ձեր ժամանակը շատ չեմ զբաղեցնի, սրանից 10 օր առաջ ես հայտարարություն եմ կարդում TikTok-յան էջում մի եզդի Մամե անունով, որ ապրում է Էջմիածնի Ակնալիջ գյուղում, ուրեմն գցել է TikTok-ում իր էջում, խայտարակ շնամարտեր, երկու շուն իրար տնենց են գզում ամբողջ արուն տեսարան է TikTok-ի եւ կողքը հավաքված են տղամարդիկ, որոնք գոռում են, ծափահարում են, ուրախանում են եւ այլն։ Շատ ներողություն։ Ես այդ TikTok-ի ազիզը թաղեմ, բայ այդ արունով տեսարանը խիչ արկելափակում։ Ես հիմա վեկալ եմ դնեմ այս արկելափակելա վերջապես։ Ես որտեվ ստեղից հիմա եթեր մտնեմ, TikTok-ն արկելափակում է ինձ։ Ես դրան եմ ուզում անդրադառնալ, պարոն Ղուկասյան։ Երբ որ ես գնացել եմ հայտարարություն եմ տվել կենտրոնի բաժանմունքում, ոստիկանությունում, հաղորդում հանցագործության վերաբերյալ, ներկայացրել եմ տեսաժապավենը, ամենահետաքրքիրս թվել է այդտեղ, վերցրել են հաղորդումը հանցագործության վերաբերյալ, եւ ինձ ասել են, որ կարող եք հանգիստ գնալ, մենք փոխանցում ենք քննիչին, այդ ամբողջ ինչը դուք մեզ ներկայացրել եք եւ տվել եք հաղորդում, որից հետո մենք հենց բաժնում նկատեցինք, որ իր էջը մոտ մի ժամ առաջ արդեն TikTok-ը փակել է, որից հետո ես սպասել եմ 3-4 օր, որ ինձ քննիչ կանչի, ինձ ոչ մի քննիչ չի կանչել, ես ինքս եմ ինքնական գնացել, հարցրել ով է քննիչ այս գործով, ինձ ասել են Ոմն Լիլիթ Վարդանյան։ Ես բարձրացել եմ Լիլիթ Վարդանյանի մոտ, ասել եմ բարև ձեզ, ես այս ինչ մարդն եմ, մենք ձեզ անունով, ազգանունով, հասցեով, տեսաժապավեններով, ամեն ինչով ներկայացրել ենք դեպքը։ Ինչի ինձ չեք հրավիրում ցուցմունք տալու, ինքը պատասխանել է, որ ինքը գտել է, որ այդտեղ հանցակազմ չկա։ Եվ ուղարկել է կենտրոնի դատախազին, որ կենտրոնի դատախազը հիմնավորի իր Այսինքն շների այսինքն այնտեղ դաժան վերաբերմունք գոյություն չունի կենթաների նկատմամբ։ Ընդդեյալ հոշոտում է։ Աբսուրդը է, որ նույն օրը այդ մամեն բացում է նոր TikTok-յան մեջ։ Ես նորից նույն հայտարարություն։ Այդ բանը Կիրեմը բխոն։ Ինչպես։ Ասում եմ այդ Կիրեմը բխոն եզդին բացում է նոր TikTok-յան մեջ։ Իման, նայեք, ես ինչ եւ երկու ընդամենը խոսքով ուզում եմ բարձրաձայնեմ, գոյություն ունի 307 հոդված քրեական, որտեղ ծևը սպիտակի վրա ասվում է կենթանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, կենթանու կյանքի ընդհատումը, խեղդելու, կանխելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք է առաջացնում, հանգեցնում մահվան, ողջ վիճակում, կենթանու մարդկազերծմանը, անդամահատումը, կենթանիների մարտիկ այստեղ, կենթանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենթանու եւ այլն պատժվում է 2 տարով։ Եթե այդ արտահայտությունը գրված է այդ հոդվածի մեջ, այսինքն կենթանիների մարտի կազմակերպումը, ես ձեզ բերել եմ տեսանյութ, որտեղ երկու շուն կռվում են, արու լվիկ են լինում, տակն էլ գրված է, եթե ուզում եք ձեր շներին կռվածնեք գումարով, զանգեք ես հեռախոսա համարով։ Դու ընկեր Լիլիթ Վարդանյան, որտեղից ես գտել, որ այդտեղ հանցակազմ չկա։ Այդ Լիլիթ Վարդանյանը քննիչ է։ Այո, Լիլիթ Վարդանյան քննիչ։ Բայց չէ, այդտեղից բան հասկանալի է, որ Լիլիթ Վարդանյանը հաստատ մեկն ու մեկի պոռնիկն է, անգրագետ ավարտել է Արգիշ Քարամյանի նման,
Բերե դրել են քնիչ, մեկ էսօր պիտի անդառնանք Արգիշ Քարամյանին։ Հիմա այդ բանը պոակի ղեկավարն է Հարություն Առաքելյան, ժողովուրդ ինձ օգնեց։ Առաքելյան, ճիշտ։ Ահա, հիմա այդ Հարություն Առաքելյանի գործնեության հետ կապված, այ կենթանի նկատմամբ դաժան վերաբերմունքի հետ կապված։ Հիմա շատ մարդիկ պիտի ասեն, ախր էս ինչ թեմա է քննարկում, չհասկանալով, որ եթե սա այն խնդիրն է, որ եթե մարդը, անձը, անհատը, երեխան մեծանմա որպես սադիստ բոզի տղա, տենալով այս ամենը կենթաների նկատմամբ, բնության նկատմամբ, այս ամենը հարգելի ժողով, որ ասում եք սա ինչ թեմա է, վաղը ինչի մենք այս վիճակի մեջ հայտնվանք, որ 30 տարի Հայաստանի Հանրապետության իշխանությունները, լրատվամիջոցները Այն բոլորիս համար թվացյալ մանր թեմաներին չէին անդրադառնում, ստեղ փոսա, ստեղ ծառ կտրեցին, ստեղ զիբիլը ուժ հավաքեցին, մեզ բոլորիս տրամադրել են միայն գլոբալ թեմաներով, եւ չնկատելով այս մանր թեմաները, կրթական մակարդակի բացակայություն, առողջապահական մակարդակի բացակայություն, այսօր երկիրը կանգնավ այս զոմբի կարգավիճակի վրա Չի կարելի չնկատել մանրները սաղ կատ գումարում դառնում մի հատ ջրամբար ու հետո պայթում լցվում մաքրում տանում ազգը, պետությունը, ձեր սիրած կրոնը եւ այլն։ Եվ երբ որ ասում եք ավելի լուրջ թեմաներ, սա էլ է լուրջ թեմա, վստահեցնում եմ ձեզ։ Պետական միջոցների մխսումը շների անվան տակ, կենթաների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այսօր ծերանոցները ռեմոնտ չեն անում, որովհետև գումար չկա, բայց այդ նույն հողակները Հարություն Առաքելյանի ղեկավարությամբ միլիոն են տպում, քաղում, լափում կենթաների կեղծ վիրահատության, կենթաների կեղծ բուժման, կենթաների կեղծ խնամքի եւ այլի վրա։ Ամեն մի կոպեկը, ամեն մի կոպեկը հաշիվ է։ Իմ աղջիկը հավաքել է բազմաթիվ փաստաթղթեր մուտք արել եւ քաղաքապետարան, մուտք արել եւ ազգային ժողով, ոչ մի պատասխան։ Հիմա մենք այդ ամբողջ մեր փաստաթղթերի պապկան, քանի որ ես գիտեմ, որ ձեր ժամանակը սուղ է եւ դուք լիքը հարցեր ունեք, որոնց պետք է անդրադառնաք եւ բոլորը անհամբեր սպասում են այդ ամբողջ ձեր հաղորդաշարին եւ հարցերին եւ կարճ շատ ասել։ Ես կարճ ասեմ երկու խոսքով, մենք պատրաստ ենք ձեր ավականիների հետ հանդիպենք եւ այդ ամբողջ փաթեթը, որը վերաբերվում է ՈՒԱԿ-ին, քաղաքապետարանի մսխումներին, որը հավաքել է իմ աղջիկը, տրամադրենք ձեր ավականիներին։ Խնդրեմ եւ ձեզ հարմար է, դուք կարող եք պայմանավորվել, հանդիպել, տրամադրել եւ մի վերջին հարցը, դուք մտադրություն չունեք դակած ականջներով հասկացա ես Եվ ամենավերջի հարցը, դուք մտադրություն չունեք դիմելու Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ տիկին Վարդապետյան Աննային։ Վերջ-վերջո կին, պիտի ավելի ասեք։ Ունենք մտադրություն դիմել տիկին Վարդապետյան Աննային, նաև ունենք մտադրություն, ես դիմում եմ բոլոր կենթանասերներին, հարգելի կենթանասերներ, խնդրում եմ կապնվեք մեր հետ 094 54 39 34 հեռախոսահամարով։ Մի հատ էլ կրկնեք այդ համարը դանդաղ։ 094 54 39 34 Բոլոր այն կենթանասերները, որոնք իրոք կենթանասերներ են։ Խնդրում եմ կապնվեք, մենք ուզում ենք մի քանի օր փորձենք տեսնենք քանի հոգի ենք հավաքվում, ովքեր են իրոք սրտացավ մեր կենթանիների համար եւ ուղղակի փակենք հանրապետության դատախազության մուտքն ու ելքը, պահանջելով, որպեսզի Լիլիթ Վարդանյանի նման քննիչները չաշխատեն այդ բնակավարում։ Ոնց կարա մարդը հավատի իրավաբանական ֆակուլտետ եւ չընկալի 307 հոդվածը։ Եթե նա չի ընկալում տարական հասարակ հոդված, որը կարա ընկալի ընդամենը 8-րդ դասարան ավարտած մարդը, ընդհանրապես դպրոց չգնացած մարդը, որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ քրեական հետապնդումը շնամարտեր անցկացնողների հետ կապված, ասենք, այդ իրանց իրավաբանական լեզվով հիմա չասեմ։ Ինչ էր այդ եզդու անունը։ Մամե, լավ։ Էջմիածնի Ակնալիչ գյուղից։ Մամե, Ակնալիչ։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Հասկացա ես ձեզ, բարի։ Ձեզ եմ շատ շնորհակալ։ Բանը քննիչանուն ինչ էր։
Լիլիթ Վարդանյան, մեկ էլ եթե կարելի է երկու խոսքով դիմեմ Մարտունու քննիչ Տիգրան Մակարյան, եթե չեմ սխալվում, որտեղ մենք գիշերով ենք այդտեղ եղել, այդ քննիչի մենականուն ազգանունը իմացանք, Նարեկ Մակարյան, իմացանք ինքը անգամ մեզ չմոտեցավ, մենք ոստիկանությունից հետ ենք եկել գիշերով Երևան, ես խնդրում եմ, արդեն անցել է համարյա 4-5 օր, բայց դուք մեր հետ չեք կապնվել։ Կապնվեք մեր հետ, որտեղ մենք ունենք նոր Երևան եկած հանգամանքներ այդ գործով, ունենք նաև տեսա ժապավեն այդ գործով։ Քանի շուներ գնդակահարվ է Մարտունիում։ Մեզ նկարահանել են եւ ուղարկել են 3 շուն արուն լվիկ եղած, բայց ասում են, որ ավելի շատ է եղել։ Եղավ, շնորհակալություն ձեզ։ Ձեզ ուսել եմ շնորհակալ շատ։ Հաջողություն։ Ուրեմն ակնալճի մամեն եզդի։ Հիմա որ դնեմ վիրավորեմ, պիտի ասեն եզդիներին վիրավորում է, նայեք տեսեք ինչ անում է, վալա այդ ոնց երով, մեզ itens վատ բաներ ասում։ Ինձ կմեղադրեն ռասիզմի մեջ։ Բայց իմ համար նշանակություն չունի։ Շնամարտը կազմակերպողը եզդի է, ռուսա, քուրդա, թե հայա։ Տվյալ անձը բոզի տղա է, անկախ իր կրոնից, սեռից, չգիտեմ, ազգային պատկանելությունից, բայց ես ուզում եմ մամեին ղրգեմ քնիչ Լիլիթ Վարդանյանեն ստուն, որ եզդի մամեն իա առնանդամը, տվյալ դեպքում խերը, հանի և կողի Լիլիթ Վարդանյանի եղած չեղածի մեջ, համ կողի կողելու ընթացքում էլ կարդա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք 307 հոդվածը։ Ես չգիտեմ մամեն կարդալ գիտի թե չգիտի, մամեին դնեմ դագաղը, բայց պիտի որ եթե չգիտի ավելի լավ, տարարտար, հաթաթ, միջև եզդիս կարդա պրծնի քրեական օրենսգիրքը Լիլիթ Վարդանյանն իասում գործը կանի, անգրագետ ագարկեն, ում բերե դրել են քննիչ։ Սմալ հանցագործություն չի, վերջ, Արգիշ Քարամյանի կադրնա, այսօր մենք հեզանադարում ենք այդ աղա։ Ստեղ մի հատ էլ մենք զանգ ունենք մի րոպե, հետ էլ ես քաղաքացու բողոքը լսենք և անցնենք առաջ։ Մեր րոպե կներեք։ Ալոյ, հա, անջատած, լսում եմ։ Հետով ա։ Ահա։ Մենք անցել ենք եթե արդեն։ Հա։ Хорошо. Նավ։ Ես Մարտունու քաղաքապետին կուլտուրական զգուշացնում եմ, նման դեպք կրկնվեց, Աստված Էլբեթարեն ազատի։ Так, ստեղ ես քաղաքացու բողոք ես միայն չես տրտնում ես մարդն ինչ էր ասում եւ մենք անցնենք մեր թեմաներին, որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանին ինչ որ 94 90 Да. Ալո, Լսում եմ։ բարև ձեզ, հրաշ դուք եք։ Բարև ձեզ։
Հրաչ, դուք եք։ Այո, ես եմ։ Ուրեմն Վարդան Ղուկասյան հանրային ձայնից մեզ հազանգեցին, որ դուք ինչ-որ բողոք ունեք, խնդիր ունեք Երևանի քաղաքապետարանի հետ կապված։ Խնդրած կլինեմ 2 րոպեվա մեջ ձեր բողոքը հնչեցնեք։ Պարզա։ Ուրեմն ես Հրաչյա Գրիգարյանն եմ։ Իրավաբանական կրթությունով Մոսկվայում եմ ավարտել։ Շնորհավորում եմ։ Աշխատել եմ ուժային կառույցներում, բայց հիմա շատ մեծ խնդիրի առաջ եմ կանգնել։ Անցնենք խնդրին։ Օրենքի դաշտում չեմ կարողանում այս հարցը լուծել։ Կնոջս անունով ունենք Վարդանանց 24 շենքի նկուղային հարկում շինանյութի խանութ։ Երկրորդ հարկի հարևանը Արմեն Աբրահամյանը գտելով այդ բնակարանը որոշում է, որ բացի այդպես շինանյութի սրահ առևտրի։ Ինձ դիմում է, որ ես համաձայնություն տամ, որպեսզի ինքը օրինական մուտք բացի։ Բնականաբար դա ինձ խանգարում է, ես նրժում եմ 1 տարի առաջ։ Եվ սկսվում է այն անօրինականությունների շարքը, որը շարունակվում է մինչև այսօր։ Դուք թեժգից դիմել եք։ Հիմա ասեմ, մոտավորապես մի 3.5 ամիս առաջ, հունիսի 19-ին բերում են, գիշերով կպցնում են բաներներ իրանք պատուհանների վրա, որպեսզի չերևա, թե բաներների հետևում ինչա կատարվում։ Նույն գիշերը ինձ շենքից զանգում ասում են, որ ինչ-որ կապիտալ պատեր են քանդում։ Առավոտյան գալիս են, ես դիմում եմ քաղաքապետարան, գալիս են, քանդում ենք, տեսնում ենք, որ պատուհանների տակի կապիտալ պատերը բլեքանդել են և պահանջում են, որ վերականգնվի։ Սակայն ոչ մի բան չի անում։ Երկրորդ գիշերը բերում են նորից գիշերով, նորից ապօրինի աստիճանավանդակ են մետաղյա տեղադրում այդ երկրորդ հարկի պատուհանի դիմաց, խոչընդոտելով, խանգարելով ինձ, քանի որ ես ներքևը 2.5-ը 9.60-ի վրա 25 կարակոսի արդեն 30 տարի ունեմ օրինական կառույց աստիճանավանդակ, որը իջնում է իմ խանութը առևտրի սրահը, կնոջս անունով ձևակերպված։ Մենք բազմաթիվ բողոքներ ենք դրում Երևանի քաղաքապետարան, զանգում ենք, խոսում ենք, հույսով են անում, որ կգան կապամոնտաժեն, կպարտավորեցնեն Երևանի կենտրոն համայնքում գտնվող այդ լկտիությունը, որ վերացվի, սակայն ձայն բարբարով անապատի։ Այս հարցով մենք գրավորել ենք գրել, 105-ել ենք զանգել, ոչ մի բան չի աղվում։ Նույնիսկ զանգել եմ Ասատրյանի հետ ես խոսացել եմ, Յակով Ասատրյանի գազքի պետի։ Որտեղ ինձ մոլորության մեջ գտել և մատների վրա խաղացել և թուրիմացության մեջ գտել, ասма գիտեք ինչ շենքից դուրս, դա բազմաբնակարան շենքի համասեփականատերերի տարածքն է, 1.5 մետր լայնությամբ։ Եթե իրանք կուլտուրական բացատրեցին, որ դուք անգրագետ եք, քանի որ դա չի վերաբերում այս դեպքին, այս դեպքում իմ կառույցը աստիճանավանդակը օրինական է 25 քառակուսի։ Ես ձեր ասած նորմա այստեղ չի գործում, հետո մեկ ուզում հիմարի տեղ դնել, չեք կարող ինձ իմ… Այդ Յակովը Յաշանա փաստորեն, գազքի պետ։ Յաշա Ասատրյան ինչ-որ։ Դե Յաշա Ասատրյանը փոխանագործով զբաղվի, Յաշա Ասատրյանը կանաչապատման վարդության պետի ընդերքն է կանաչապատում, այ մարդ։ Բա դրա համար ես վիճակն է։ Հիմա ամենակարևորը, ասա, ես ճիշտ մտածում էի, որ եթե մենք հավատանք Տիգրան Ավինյանին և գնանք իրան ձայն տանք, որ ասեմ, և այնպես էլ մենք արել ենք, գնացել ենք, ես դուք ինձ ձայն ենք տվել Տիգրան Ավինյանին, և հույս ենք ունեցել, որ այդ հարցը ինքը կլուծի, ասել ենք տանի, սակայն մինչև այսօր ոչ մի բան չի արվում, ոչ մի բան չի արվում։ Իդեպ մոռացա ասեմ, այդ աստիճանավանդակը տեղադրելու գիշերը ես ընկել եմ մեծ պատմության մեջ, գիշերով եկել եմ, տեսել եմ, որ էլի ապօրինի գործ են անում, եկա տուր ու դմփոց ա եղել, տես ու ջարդ ա եղել, այդտեղ, քրեական գործ էլ կա դրա հետ կապված։ Ես լինելով նորմալ մարդ, սպասեցի, որպեսզի ընտրությունները անցնի,
Պարոն Ավինյանը ընտրվի անցնի, մինչև այդ ձեն չեմ անել, սպասել եմ նրանց ողջամտությանը, սպասել եմ նրանց պարկեշտությանը, սակայն ապարդյուն։ Ստիպված հիմա նորից արդեն դիմել եմ 3 առավոտյան ընտրություններից հետո, դիմել եմ բոլոր 5 խմբակցություններին գրավոր ներկայացնելով այս փաստերը։ Եվ բոլոր խմբակցություններից ոչ մի արձագանք չի եղել, միայն հանրային ձայնի ձեզ, ես չեմ էլ ճանաչում, որ ձեզ ոչ իրար, միայն հանրային ձայնից են ինձ հրավիրել 3 օրվա երկրորդ կեսին, ներկայացրել եմ փաստերը, հրավիրել է ձեր խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, ծանոթացրել է ձեր աշխատակից շատ գրագետ, փոխկեշտ անձնավորություն, մի գեղեցկադեմ աղջիկ, Անի Խուդավերդյանը, որին հեռուստացույցով եմ տեսել հանրային գերական շահերի հարցերով էր զբաղվում, մարդկանց ներկայացրել եմ խնդիրը եւ ի վերջո 5 խմբակցություններից միայն դուք եք ինձ ընդունել ձեր խմբակցությունները, 2 օր անց ոչ մեկին ոչ մի բան չի հետաքրքրում, չի վերաբերում։ Այսինքն ես ճիշտ հասկացա, որ դուք ընտրել եք պարոն Ավինյանին, քաղաքացիական պայմանագիր, բայց այս բողոքը հացիա հիմա լուսաբանում է հանրային ձայնը։ Հույս ունենալով, որ մենք խաբված չենք լինի, հույս ունենալով, որ մեր խնդիրը կլուծվի, սակայն այդպես չի եղել։ Եվ ես այնքան պրիլիչնի եմ գտնվել, որ մինչև ընտրությունները ձեն չեմ հանել, եւ հիմա պարոն Ավինյանը թող անցնի այդ Յակով Ասատրյանին, շալվարը հանգտնի գլխին ու քացո լարի քաղաքապետարանից, որ այս օրերը առնում են եւ ոչ մի բան չեն անում։ Ընդ որում 3 վարչական ակտ կազմելու փոխարեն Յակով Ասատրյանը կազմել է 1 վարչական ակտ, ամեն ակտը մինչև 1 միլիոն դրամ։ Այսինքն դրա համար են փոխարել եւ վրտահել, որ ակտերը ավելի քիչ գրեն, քիչ տուգանեն այս մարդկանց։ Դե Յակով Ասատրյանը Յաշաս փողա առե, ախր սիրար փիմպիտի լեպչիկ, կոմբինացիա, այտենց բան էլ առնի։ Յակովը զբաղված է դլո կանաչապատելով։ Յակովը խոմ զբաղված չի քաղաքաշինության գործերով։ Եվ բացի դրանից, պարոն Ավինյան, ես անդորտում եմ հանցագործության մասին, Ավինյան չէ, Ղուկաս։ Որ այս մասերի վերաբերյալ, այս ապօրինությունների, ընդ մարդիկ կան չարաշահել են պարսոնեական դիրքը, մարդիկ կան անփույթություն են ցուցաբերել, մարդիկ կան կանխամտածված չարամտորեն, որևիցե քայլեր չեն ձեռնարկել, նույնիսկ իրավաբանական բաժնին չեն հանձնարարել, որ իրավաբանական բաժին մտեք, պարտավորեցեք։ Եղավ, մենք ձեզ հասկացանք, պարոն Ավինյանը ձեզ հասկացավ, ուրեմն կփորձենք ձեր հարցին լուծում տալ վաղը։ Եվ մի բան էլ ասեմ, ես էլ արդեն ի վերջո ասեմ, ես նրանով ավարտենք։ Ես վստահ եմ, որ պարոն Ավինյանը այս ամենից տեղյակ չի, իր վարչության պետերը, տեղակալները, այդ լնգու լավազները, գումաններ են վերցրել, այսպեսի չարաշահումներ, բարդողումներ չեն կատարվում։ Ես հիշում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ կոռուպցիան եւ կաշառակերությունը կենթանի չի ինչ-որ անհայտ, որը Դիլիջանի անվարներում է վարվզում։ Հենց սա կոնկրետ կոռուպցիա եւ կաշառակերության կոնկրետ փաստ է, այս մի դրվագ է։ Խնդրեմ, այսպես են Երևանի քաղաքապետարանում մինչև այսօր աշխատել պաշտոնյաները։ Շնորհակալություն ձեզ։ Պարոն Ավինյանը ձեզ լսեց։ Եվ իմանալուց հետո պարոն Ավինյանը արդեն համապատասխան եզրակացություններ։ Եղավ, շնորհակալություն ձեզ, հասկացա ես ձեզ, հասկացա։ Լավ։ Եվ շատ շնորհակալ եմ, որ 5 խմբակցությունից միայն դուք եք ինձ հրավիրել ձեր աշխատակիցները, Վահան Ավագյանը։ Հասկացա։ Անի Խուդավերդյանը եւ այդ հարցը բարձրացվել է։ Ես մեկ մի բան եմ զարմանում։ Պարոն Ավինյանը ասում էր, որ ցույց են տալու ոչ մի ապօրինություն, ոչ մի ինքնական կառույց, գիտեք ինչ կա։ Ես ոչ հեռուստացույցով, ոչ հանրային այլ միջոցներով ես հարցը մինչև 3 չեմ բարձրացրել։ Պարոն Ավինյանը կաբինետում նստած ինչ գիտեր, որ սենց լկտիություններ են անում իր երկար։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ պարոն Ավինյանը ձեր ասած ամեն ինչից տեղյակ է, սրանից առավել եւս։ Շնորհակալություն ձեզ, հաջողություն։ Պարոն Ավինյանը ոչինչից տեղյակ չի։ Նիկոլ Փաշինյանի ատմասկեն է։
Ես որ ասում եմ ժողովուրդը ինձ չի հավատում։ Ասում են դե դոգա մի քիչ մուտի տանեմ, կեթան կընտրեն սրան, նրան, բայց կզանգեն Վարդան Ղուկասյանին։ Ես էլ Յակով Ասատրյանը Ավինյանից հետ շնորհավորում եմ պարոն քաղաքապետ, կան ես Յակովի նկարը մի հատ դնենք, ես Յակովի կոլխոզի ես տավար բոզի տաղա, խնդրեմ, ամբողջ օրը զբաղված է էտա սիրարփի դլոյ կանանչապատն Սիրարփին քաղաքը պիտի կանանչապատի, Յակովն իա դլոնա կանանչապատը։ Դրա համար էլ քաղաքացիները ձենակուտան, վինա ձենակուտան էտա սիսի, բայց կզանգեն կասեն սենշի ընենցա, խնդրեմ, Յակով։ Ես եկեցը սնեմ ես հավաղը Յակով։ Խնդրեմ, էտա պատատվուկ, իար հետ նկարվուկ շնորհավորում եմ, պարոն քաղաքապետ։ Պարոն քաղաքապետը ծսնի քեզ վզի ջնջելով։ Քանի որ մենք սենց անընդհատ խոսեցինք այդ դլոյ, այդ սիրարփի ագարտից, եկեք սրա թեման փակենք եւ գնանք առաջ, մյուս բողոքներին։ Այսինքն թեմաներին։ Մենք անդրադարձել էինք Սիրարփի Հայկազյանին, այն որ բանի աղջասա լովիկիս բասեինի մեջ, էտա պարկուկ, լվով, էտա կողնընկերուհիներ, խմեմա, բաժակնի եւ այլն ու ասել էր իմ ավականու անդամին, որ սա իմ անձնական համարն է, ես ոչ մեկի չեմ ասում։ Ասեմ, որ մենք կտանք այդ անձնական համարը եւ զանգեցինք ինքնելի չվեգալավ, որովհետեւ։ Ուրեմն ընկեր Ավինյան Ուրը Սիրարփի Հայկազյանը, որը բավականին կոլոտ, շատ կոլոտ ընկերուհի է, լինելով կիրթ ընտանիքից դուրս եկած, ունի փաստորեն բավականին լուրջ պրոֆեսիոնալ ագար կա։ Մերը էտա գիտնական, հերը շատ համեստ մարդ, ոչ մի բան չեմ կարող ասել ծնողների հասցեին։ Աստված իա ծնողներին եթե կա, երկարտարների կյանք տա։ Հիմա Բանից պարզվում է Սիրարփին բազմաֆունկցիոնալ պրոֆեսիոնալ ագարկա։ Ուրեմն դեմից վրեն քաշել է Վազգեն Ասատրյանին։ Ով է Վազգեն Ասատրյանը, Փարիզյան սուրճ կար Աբովյան փողոցում։ Այդ Փարիզյան սրճիկը կնիգը ինչ որ Աշխեն անունը, դրա մարդն է եղել։ Աշխեն կուլտուրական կնիգ էր։ Տևական ժամանակա այդ Աշխենը լինել չբեր։ Ընկեր Սիրարփի Հայկազյան, տենալ, ֆիքսել, արձանագրել եւ ընկեր Վազգեն Ասատրյանին քաշել վերել։ Քաշել վերել ֆուրաժի կրավաթի մեջ աֆ, տեղի ունենալ հրաշք։ Սիրարփի Հայկազյան հղյանալ, տեղի ունենալ բեղնավորում, կեսաբանության ժամ։ Բեղնավորվում պրծնում, երեխա պարգևում։ Ընկեր Վազգեն Ասատրյանն էլ ասում վանց թե իմ առաջի կնիկ չբեր ես երկրորդն բերող, ուրեմն ես էտա ֆրանսացուն կասեմ au revoir mon ami ու գամ կառնեն էտա էս ագարքին։ Այտենց էլ եղել է։ Գալեմա առնեմա։ Բայց դե ընկեր Վազգեն Ասատրյան չհասկանալ, որ ընկեր Սիրարփին տարապել աննաբոլեին սինդրոմով։ Ցանկացած ворց, նամալավատ ամուսնացած, քաշել իրար վրա։ Եվ մի գեղեցիկ օր վերադառնալով տուն, տենմա իրենց ընտանեկան անկողնու մեջ, այսպես կոչված, Սիրարփի Հայկազյանն քրտնամա ուրիշ ворցի հետ, կրծքավանդակը դրած դրա բերան։ Բնականաբար, ապահարզան եւ հաջողություն, այլևս մենք մարդուկնիկ չենք։ Ֆրանսացուն ընդեղ, au revoir, Ժաննա Ձուբարի։ Սրան ստեղ au revoir։ Ինչևից է, բնականաբար Սիրարփի Հայկազյան չկարողանալ մնալ առանց առնաթամ։ Եվ որսալի, ում որսալի, խեղճուկրակ Աղվան Հովսեփյանի որդու։ Ինչ է տղանունը, Միսակ Հովսեփյան։ Միսակ Հովսեփյանն էլ այդ ժամանակ ունենալ, այսպես ասած, մեծ պատիվ, այտենց հարգանք Աղվան Հովսեփյանի որդի հայտնվել Սիրարփի Հայկազյանի ճիրաններում, կուլիկ, էդ էլ ինչ ձևի։ Իմիջերոց, մալչիկ
բա իմինի սասուն։ Ռաս խոս գնաց Միսակ Հովսեփյանի մասին, ձեր հետ ասեմ։ Միսակ Հովսեփյանը սեփականաշնորհել է Դավթաշենի մանկական պոլիկլինիկան $7,000։ Սա ուրեմն ես կխնդրեմ իմ ավականուն, մի հատ էլ հանենք տենանք մանկական պոլիկլինիկան, ինչ թարաանց է մեր Միսակ Հովսեփյանին, $7,000 ցելի շենքը։ Իմիջիալոց այդ ժամանակ դաժե Միսակ Հովսեփյանս, այդ մեր աղվանի տղեն, ցանկացել է այդ պոլիկլինիկա շենքն նվիրի մեր Սիրապի Հայկազանին, բայց ծնող կոմիտեն տնելի եւ ծցնելի։ Ինչևից է, դաժե բանը հասնամա նրան, որ Միսակ Հովսեփյանս Սիրապի Հայկազանին այս կանաչապատման ագարկին տանեմ ներկայացնում է աղվանին եւ աղվանի կնկան։ Ասեմ մայր եւ հայր, սա իմ ապագակնիկ։ Բնականաբար Աղվան Հովսեփյանի կինն մի քանի անգամ ինքնասպանալին եմ կուխնյայում Վինչեստրով։ Իսկ Աղվան Հովսեփյանս սրտի կաթված, էդենց հիվանդանոց, 103, տրագեդիա եւ այլն, Միսակ հասկանալ, որ պապան վատանալ, վեկալել ագարքին եւ հեռանալ։ Բայց դեսերը շարունակվել այնքան ժամանակ, քանի ընկեր Միսակի վրից Իմիջիալոց Միսակը բավականին հաճախակի այցելել Սիրապի Հայկազյանես տուն, որը գտնվում է Աբոյա փողոցի վրա։ Այս ագարտի եւ հանկարծ Միսակի տեղը հայտնվում է Արեն Ապիկյան։ Արեն Ապիկյանից հետո Արմեն Հարությունյան, հետո Սիմոնյան Գևորգ Երևանի քաղաքապետարանից, հետո Յաշա այս բոզի տղեն, բայց ինչևից է Արեն Ապիկյանն էլ լինելով Սեթրակ Քոչարյանի ընկերը աշխատել է ՎՏԲ բանկում։ Պատկերացնում եք, սեքսի հետևից։ Աշխատելով Ռոբերտ Քոչարյանի թիմում, ես ուզում եմ հասկանամ, այս Միսակ Հովսեփյան, ստեղի մոտ պիտի լինի մի րոպե հլա, այս սրանց լուսանկարները, սրանց կնանինք էլ եկուզեմ տենան։ Ուրա։ Ստեղ ինքան բողոքագալի, որ էլ արդեն ծասկվեմ, էթեմ, պրծնեմ, կորեմ, անհետանեմ։ Так, մի րոպե սիրելի ժողովուրդ, ես փորձեմ գտնեմ այն մեկի լուսանկարը, ախր ես որ ասեմ ինձ այդքան մի գրեք, էլ չես գտնի վերջ, он уехал прочь на ночной электричке, մենք կգտնենք ուրեմն Արմեն Խաչատրյանի լուսանկարը, ով աշխատել են կուլտուրական դեմքով, Եվրազեսի նշանը, Տամոժենի Սայուզի հետ կապ ունեցող բանով նստած էր նկարով։ Հիմա չեմ կարողանում գտնել։ Արմեն Ապիկյանը հիմա Նայրի ինշուրանսի տնօրենի խորհրդի անդամ է։ Էսի Արմեն Ապիկյանի վերաբերյալ։ Միսակը Նուշիկյանի փեսեն է։ Փաստորեն մենք խոսում ենք Նուշիկյանի փեսու մասին։ Աղվան Հովսեփյանի տղեն, որը ժամանակին ընկեր Սիրապին, այդենց կայֆեր անելի, ներկայիս պահին հանդիսանալի Նուշիկյանի փեսա։ Տենում եք, ինչ ինտերնացիոնալ երևույթ։ Սաղին տալի ու չբավարարվելի։ Ու հիմա էլ փոխանագործով զբաղվես ագարտեն, Յաշայա ծսցնեմ քաղաքապետարանım աշխատանքի ժամին։ Դլոն դնմա բենի մեջ ասեմա կանաչապատի, բոզի տաղա։ Իսկ փոխայինը քաղաքացիները զանգում են մեզ։ Ուրեմն ընկեր Ավինյան։ Եթե կո Յաշա Ասատրյանին ու ես Սիրապի Հայկազան ագարտին դու չհանեցի շպրտեցի դուրս, ես չգիտեմ ինչա տեղի կունենա հետո։ Ագարկա Են թաղման բյուրոյի հրաչն էլ դամա պահեմ, թե ոնց են սրան ծսցնեմ։ Քաղաքապետարան չէ, ռումինական պորնոստուդիա է։
Մետրո երիտասարդական ընկեր Բաբկեն այդ պատերը դեղին գույնով խիք ներկել այդ ես ուզում եմ հասկանամ էդի քո ճաշակն է էդի Դուբայի ճաշակա Դուբայի ճաշակ չի իսպանական ճաշակա իսպանական չի երևի ղրղզական ինչ որ տեն դու ընդեղի բանը կոնսուլ ես չէ Ղրղստան ես Ղազախստան չէ ես իմիջ է դեղին գույնով մետրոյի պատեններ կա մեն որ մի ավականին էր գրել Իզաբելա Աբգարյան ես չգիտեմ Իզաբելա Աբգարյանը որ մի ֆրակցիայից էր ավականու անդամ բայց մարդը նկարի դրել է դեղին գույնով մետրոյի պատեններ կա մրամրնուր է Այդ դեղին գույնը վերացնում եք և նորմալ ձևով այդ մետրոյի տեսքը բերում եք սովետական միության մետրոյի տեսքին։ Հուսով եմ ինձ բաբոն լսում է։ Ժողովուրդը ընկեր Ավինյան գանգատվում են մետրո երիտասարդականի մոտ ուրեմն 40 րոպե սպասում են ավտոբուսներին, ասում է պարոն Ղուկասյան, ավտոբուս նեմա։ Ամբողջ Երևան քաղաքը պրոբկեքի մեջ, ամեն իրիկում, Դավթաշենի մոստի վրեն, որ մի գանդոննա շինարարություն սկսե, շինարարությունը նման տեղերի վրա անում են գիշերով, որ խցանում չառաջանա, ոչ թե առավոտ շուտ, որ 3-4 ժամ մոստի միծերից միծերը մարդիկ չեն կարում բանանեն, ես Երևանի ժամ հաղորդումով առանձնակի սրանք ես բան կանեմ, ուրեմն կանրադառնամ, մյուսը վերաբերվում անգեր ռաս, կարճ և կոնկրետ Շնգավիթ համայք, կաշեգործների փողոց, գետար ջուր չկա, սաղ 900 տան կակը ծերը շռը լսվում է գետարի մեջ, ու հոտից մարդիկ խելագարում են ջուրը բացեք, թող այդ կոյողաջերը մաքրվեն տանեն։ Սա ես դնում եմ մի կոմ, որ մենք ուրեմն սա կանադառնանք Երևանի ժամ հաղորդման ժամանակ, սա սիրասպին, ստեղ Ջնջենք Եվ ուրեմն կենտրոնի թաղապետ ֆրիկի 10 շենքի դիմաց գարաժի մեջ գործում է բենզակալոն կա, այսինքն միացնես կակ բերել դրել են գարաժի մեջ, ուտից բենզին են ծախում, այն մի բենզակալոնքեն քանդվավ, սա ինչ պիտի լինի։ Գարաժի մեջ բենզակալոն կա գործում, հա Անմիջապես հանելու սիկտիր անել, քանդել, բլել, փագել, պարոն թաղապետ։ Ու ես հետ ուզում եմ տենամ ովա բողոքելու ձեր գործողությունների դեմ։ Ուրեմն Երևանի թեմաները թողենք մի կողմ, հիմա այդ անդրադառնանք գլոբալ։ Սա էլ արդեն որ երրորդ անձնա զանգահարում է հանրային ձայն, ասում է պարոն Ղուկասյան, կապված կազինոների հետ, գագո։ Օրինակ Շանգրիլա, ասում է մենք զանգահարում ենք, գնում ենք, մտնում ենք կազինո, խնդրում ենք մեր մուտքը արգելափակել։ Բայց կազինոն արգելափակում է մեր մուտքը մի ամսով։ Բայց կա օրենք, Այկա պատասխանը Շանգրիլա կազինոն Օնիրա Club SP շարունակում է լափել ու լափել հարկերը, հարկային տեսուչները մեռան ակտ գրելով այս անասունների վրա։ Հերթական ակտերից քաղվածները գրվել է անցյալ ամիս։ Խնդրեմ Շանգրիլայի բանը 1 միլիոն դրամ, 500,000 դրամ։ Եկեք հələ մի հատ զանգենք Շանգրիլա։ Գագոյիս հիմնարկ։ Здравствуйте, Անուշ, ասացեք խնդրեմ, մեկ հարց եմ ուզում ձեզ տալ, դուք ի պաշտոնե ով եք, ուղղակի հեռախոսավար եք։ Այո։ Ուրեմն ես այսպես հարցը տամ, եթե քաղաքացին չի ուզում խաղալ, ավելի շուտ ինքը խաղամոլ է եւ դիմում է ձեզ, որ իր մուտքը կազինո արգելափակել, դուք արգելափակում եք, թե ոչ։
Ճիշտ ասած, նման հարցերը մենք հեռախոսով չենք պատասխանում, նման հարցերը որոշում է ղեկավարությունը, մենեջերությունը։ Ուրեմն ես ներկայանամ Վարդան Ղուկասյան հանրային ձայնից, ինձ միացեք ձեր մենեջերի հետ։ Մեր մենեջերներն զբաղված են ներողություն, ձեզ ոչ մեկից չեն կարող պատասխանել։ Ձեր անուն ինչպես էր։ Ինչ ասեց անունը։ Անուշ։ Գագո Էտո այն վրան դու հեռախոս ես անջատեմ Գագո Անուշ ասես չէ Արդեն Գագո Անուշեն Նվերիկ ծծծրած կա Գագո Ելվերջ Շանգրիլան հեռախոս չի վեկալեմ Մերոպ Ես խնդրում եմ միացել նայեք այդ Շանգրիլան ուրիշ հեռախոսահամար ունի, թե չունի։ Ուրեմն Գագո, եթե հաղորդման ընթացքում մինչև ավարտը քո Շանգրիլան հետ չի զանգե ինձ ոնց ուզեմ Դու գիտես այն մարդիկ, ովքեր իմ հեռախոսահամարը ունել, դու էլ ունես։ Եթե այս ագարկա կազինոից ինձ զանգ չի եկել, մինչև հաղորդման վերջ, տես տղավարի պայմանավորում ենք, մենք իրարի շենք նեղանում, այս աղջիկը գալմա ձեր տուն, իսկ ամենապատահած առաջին մարդը, ով հելավ Անուշի դեմը, ես այդ պահին կմտաբերեմ, Անուշս արդեն կանի են, ինչ որ ինքը ուզում Մենք պայմանավորում, մենք իրարի շենք նեղանում Եթե միջև հաղորդման վերջ, ինձ սիմաստեղ զանգ չի եկել։ Ոնց ուզում պիտի Անուշի հետ կապի հլնի։ Շանգրիլան, WhatsApp-ից են զանգելու, ոնց ուզում են զանգեն, զանգ չեկավ, մենք արի շենք նեղան։ Դե ժամանակ, время пошло։ Իսկ ես ավելի տրամադրվեմ։ Անուշին ասեք, փրչերը թրաշի։ Так, սա ստեղ պաուզա։ Եմ ասեմ, Գագո, դու թքիշ։ Էսի Երևանն է, սա դնենք մի կողմի վրեն, էսի դնում ենք ստեղ։ Մենեջերները զբաղված են։ Այդ սաղ մենեջերները, ինչը, դիլերները, դլոները, Անուշը գալում են ձեր տուն։ Այդ չասեմ ինչ են անելու, ես հիմա սպասում եմ զանգի։ Մենակ Ջավահիրն եմ տնից հանում դուրս, մորը թողում եմ տան մեջ։ Ու աղջկեքիդ։ Ուրա, ստեղով կար։ Հա։ Սմա զբաղված են։ Հարց չկա, թո զբաղված են։ Դրա վրա ենք զանգում։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության վետերանների միություն։ Ուրա, սրա թուղթը։ Չէ, մենք ես դրա վրա ենք զանգում։ Այդ վետերանների միության թուղթը եկեք դնենք, նոր անդրադառնանք վետերանների միությանը։ Եմ որ ասում թուղթու բտիկով, գրուկ, պեչատուկ, որ ոչ մի գանդոն, չփորձի ասի, չէ, ատենց բան նեմա։
Так, մտնում ենք Telegram, թղթերը դնում ենք, նոր սկսում ենք։ Garçon 2-3, խնդրեմ։ 1, 2, 3։ Աբազյան, նայ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության վետերանների միությունը տեղադրել է իր հաշվետվությունը 2022 թվականին, որտեղ ընդամենը կամիա 18 միլիոն քնձղ դրամ, որը իրեն փոխանցել է սոցիալ նախարարությունը։ Բայց նույն Հայաստանների վետերանների միությունը բազմաթիվ միլիոնավոր ռուբլիներ է ստանում Ռուսաստանի Դաշնությունից, պարոն Աբազյան, կոնկրետ 70 միլիոն դրամ, վեր է նկատած դրամի, վետերանների միությունը ստացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանում ապրող վետերաններին այդ գումարները բաժանելու համար, բայց փոխել է որը։ Հիմա այնտեղ գոյություն ունի տեղակալ Ելենա Շուվայևա զամ, նկարը դրուկ է իմ Telegram կանալում։ Ղեկավար Սիմոն Եսայան եւ Ելենա Շուվայևան ծածանում են վետերանների միության բյուջեն։ Вот прямо хочу обратиться к господину Копыркину, многоуважаемый посол Российской Федерации в Республике Армения. В нашем телеграм-канале поставлен документ «Фактическая, настоящая броня». Цитата из фильма «Собачье сердце», где Дом ветеранов или Союз ветеранов армян сколько получал денег за 2022 год. Там только 18 миллионов драмов. Больше ничего. И это со стороны Республики Армения. А остальные деньги, которые текут туда от Российской Федерации, конкретно 70 миллионов драм, переведя на драм, а в рублях я не знаю вот сколько, мне просто передали сумму. Там об этом ни слова, ни речи. Ваша заместительница Елена Шуваева просто грабит. Грабит вместе с председателем Совета ветеранов Симон Есаян. Будьте добры, немного изучаете бюджет Совет ветеранов Армении. Куда идут те деньги, которые мистер Путин отправляет для армянских ветеранов? А наша структура госбезопасности, которая сидит в кабинетах и дрочит, надеюсь, откроет свои глаза и посмотрит, какие деньги туда идут, куда идут, откуда идут, зачем идут и так далее. А АЭС գումարներով, որոնք որ գալիս են, ինգեր Աբազյան ասում եք, բանը, ռուսակեցություն, չգիտեմ, ռուսական կոմպանիաներ, էտա թևավոր գանդոն եւ այլն, ֆինանսավորում են այսենց անհայտ ցակման կոմպանիաների ճակերտավոր բանկային հաշիվներով, գալմա դրանով ալմա միտինգ, դրանով հլմեն ասում են ռուսը մեր աղբերնի, բայց ռուսը մեր աղբերն չի, փողն են լափում են, իսկ Հայաստանի Հանրապետության KGB-ն էշագանջի քնածա 70 միլիոն դրամ նույնը Աբազ։ Այդ հարցը միատուր նախագահ Սիմոն Եսայանին եւ Ելենա Շուվայևային։ Փողերը դոր են, այդ վետերանները փող են ստացել ռուսներից 2022 թվին, ուշացումով, այդ փողերը խի արտացոլված չի հաշվետվության մեջ։ Այդ հարցը կտոս։ Մյուսը, մենք անդրադարձել ենք Կոմայգու տարածքում գործող այդ ատրակցիոններին։ Նիկոլ, մի հատ այդ քո այդ վերահսկողական ծառայությունից մեկն ու մեկին ղրգում ես, պեք, այդ Կոմայգու տարածքում ատրակցիոնների հետ կապված, մի հատ պրոստը վերցնեմ նայեմ են, այս տարվա, մեր 2 ամիս առաջ ենք անդրադարձել, առաջի կեսից այս կողմ, ամառ, մինչև 2023 թվի հուլիս ամիսը, այդ Կոմայգու տարածքում գործող ատրակցիոնները հարկվել են, չեն հարկվել, ՀԴՄ խփել են, թե չեն խփել, մեկ էլ Վարդան Ղուկասյանի անդրադառնալուց հետո քանի գրանցված աշխատող հայտնվեց այդ Կոմայգում, ինձ եւ սկսեցին աշխատել ՀԴՄ-ները,
Սեփականատեր Գոհար Արաբաջանս, որը կրիշա կանգն է այդ սաղ կոմայգուն գումարած Ղուլարյան եւ Ղալումյան Ղևոնդ Ղախպեկի, ովքեր կոմայգու տարածքում սկսել են շինարարություն, կաֆե, բար, ռեստորան, առը ինչ ուզի ամանում ծածկնամ են, այդ սաղ կոմայգու տրանսները սրանց ծածկնեն։ Պաստորեն ես պիտի դրա մասին խոսայ, նոր բերել այդ աշխատողներին են գրանցի արդեն, ՀԴՄ են խփում, հարկ են տալի եւ այլն։ 20 տարի այդ կոմայգու տարածքում գործել են, ոչ ՀԴՄ, այն որ ցես բաներ էին վեկալը, երեխեքը ներկում էին, ցիտիկ, փիսիկ, փղիկ եւ այլն, այնտեղ կարուսելներ, չուկու բաներ ֆռան, պոեզեր ֆռան եւ այլն, ոչ մի հարկ, ոչ մի ՀԴՄ, ոչ մի գրանցված աշխատող, իմ ծսնելուց հետո աշխատողներն էլ հայտնվան, ՀԴՄ-ներ են խփում, հարկերներ են տալի, սոս վճարել են տալի, բա բոզի տղա, մի հատ քո այդ ենթակային ղրգիկն այդ հարցը տու, ասա շատ ներողություն, այն պիտի լինեն ընդեղից խաչեմա, աներ, նոր դուք բրեք, բերեք սաղ հարկային դաշտ կողեք, բա 20 տարի Գոհարս Արաբաջան, որ պապան այդ ամենը աշխատացնումա, ոչ մեկին չի չասես տիկին Գոհար, այս կոմագին խոմ հորը սեփականությունը չէր։ Այսքան բաստև ոնց էր բերել այս աշխատացնում եւ 10 տարուց ավել ոչ մի կոպեկ հարկ չես վճարել։ Շնորհակալություն Վարդան Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն լցելու համար։ Ես ինքս ինչ շնորհակալություն հայտնեմ։ Ու ամենակարևորը Մայամիից գույսը ծսնի Գոհար Արաբաջանին։ Մի հատ տղա կա Մայամիի մամանամ գույս, ասում է ուզում եմ այդ համ գյոթի ու բոզի, ղրգում եմ սրանց տուն, գնա տղա ջան, ինչ ուզում ես արա։ Այդ ու նաև Ղուլարյան եւ Ղալումյաններից տուն։ Այս Իջևանցիկի, Իջևանի սմետանա քսիվերեն կողի սրանց բերանը։ Մյուսը Ռուբեն Սարգսյան, ուրա, հեսա։ Նախկին պեկի աշխատակից։ Հետո հադրել ենք Telegram կանալ։ Եղել է հարկայինի պետ։ Ուրեմն 2010-2020 թվականին 2020-ին պատերազմի լավ թոուբոյի ժամանակ մեր Ռուբեն Սարգսյանը դառնում է շինարարական կամպանիա Rover Reality կամպանիայի տնօրեն։ Անդե պատերազմը այդ ինքն է լինելով Ղարաբաղցի Սարգսյան Գրիշի բարեկամ դառնում է շինարարական կամպանիայի դիրեկտոր եւ սկսում է Ծաղկաձորում իրականացնել մինչեւ այսօր իրականացնում է էտաշինություն բռնաբարելով, կտրտելով, մորթելով, թափելով Ծաղկաձորի անտառնիկը։ Հետաքրքրվանք, ասում ենք Քոչի եղբոր տղա ընկեր Գրիշը Ռուբեն Սարգսյանը ինչ թար դառնալի պեկի շարքային աշխատողից հետո բաժնի պետից մի անգամ շինարարական կամպանիայի տնօրեն ասում է ուշադիր որ շինարարական կամպանիան այդ Rover լավա չի դրե Rover-ը պարսկահայա Մեղատ պարսկահայա փաբան որը Թերանից եկել է ու որոշել է Ծաղկաձորը անտառներով ծծցնի որովհետև այնտեղ պիտի ինչ-որ մի հատ քանդված շենքի վրա շենքասարքեմ։ Ես մոտակա ժամանակներս իմ մարդ կուղարկեմ այդ Rover, հələ տենամ այդ քանդված շենքի տեղնա շենք սարքեմ, թե անտառները ծծցրել են, այնտեղ բնակելի թաղամասаж սարքեմ Ռուբեն Սարգսյանը, մեր ողորմածիկ Սարգսյան Գրիշի աղբոր տղեն։ Ղարաբաղյան կլանի շենք կտրվեն։ Ոչ մի ձև հնարավոր չի երկիրը կտրել այս Ղարաբաղյան կլանից, ծածցնելով այդ ամեն։ Ես կգամ Ծաղկաձոր, ընկեր Ռուբեն Սարգսյան։ Եվ վայն եկավ տարավ, եթե ես եկա ու տեսա մի հատ կտրված ծառ։ Աստված էլ բեթարեն քեզ ազատի։ Ներոք, եսի դնենք միան։ Ես սպասում եմ Շանգրիլայի զանգին։ Նորհաչենի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյան, ստենդափ։ Ես ինձ գրգին։
Okay. Ուրեմն լրատվամիջոցնիկը ինտերվյու էին վեկալը Արգիշ Քարամյանից։ Մենք հեսա դրան կանրադառնանք։ Ուրեմն նոր հաճանի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանի որդին Հայկ Մաթևոսյան 25 տարեկան հոկտեմբերի 19-ին սույն թվականի ընկեր Հայկ Մաթևոսյանս էտա մեր նոր հաճանի քաղաքապետի տեղեն հիմա չգիտեմ ղզղները գազազերը դլոյի պակասի արդյունք ա եղել ինչ ա եղել մտնումա կոնֆլիկտի մեջ երկու երիտասարդի հետ ինչ է սրանց անունները Գևորգ եւ Նարեկ 31 եւ 32 տարեկան մտնում այդները կոնֆլիկտի մեջ ոչ տանումա ոչ բերումա ինքը մենակով երկուսին միլիով դանգամա ինչքան տեղ կտամա ծակամա բնականաբար Գևորգը եւ Նարեկը ես այդ ոչ մեկին չեմ ճանաչում կողմերից ուղղակի ջայլ տղեկ են 31-32 տարեկան առողջություն եմ մաղթում ընկնում են Իվանդանոս ռեանիմացիա եւ այլն անգամ իշքան գիտեմ շամշանելա տապամ ինչ հալեմ ինչ հիլեմ չգիտեմ ես մարդկանց առողջական վիճակը երևի ողջ առողջ են եկնային գրասենյակը քրիստի կաղջի հեյ կացամես վայ Իշը թելացամամո եկնային գրասենյակը երկար կյանք տա բայց հիմա ես ուզում եմ հասկանամ դիում եմ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այդ թվում նաև հաճելի մարդ քեզ անձան ծծցնի Առաքելյան տիկոն ականջը չգիտեմ լսմա չի լսեմ քեզ կոկնգան վեշնի թևերը բռմել վրետ ոնց է ստացվում Արցախցի երիտասարդ 19-18 տարեկան Սամվել Միրզոյանը, որ անդրադարձել էինք, որ կալանավորվեց, միտինգին մասնակ թևավոր Գանդոն Բոզի տղու միտինգին մասնակցելու համար, ընտանիքում ունենալով երկու հաշվանդամ, միակողմանի ծնողազուրկ, իսկ Հայկ Մաթևոսյանս 25 տարեկան, չափահաս, երկու հոգու բազմակի անգամ դանակահարած գտնվում է ազատության մեջ։ Չէ, որ ասում է վապրոս աուդիտորիային։ Հաճելի մարդ, գլխավոր դատախազություն Աննա Վարդապետյան, խնդրում եմ բացատրել ինձ, դու կուլտուրական կնիկ ես, պոչի կապած, ակնոցը դրած։ Ասա խնդրեմ, ոնց է ստացվում, խուլիգանը մի հատ դանակով չի կողե, մի քանի անգամ, ակնհայտ մարդը ցանկացել է Գևորգին եւ Նարեկին ղերգի հանդերձյալ աշխարհ, քրիստիկի կայսրություն։ Դեմ, մի հատ ջել ասես, մի հատ խփեց, հետո փոշմանալ, համ սրանա դանգե, համ տրեներանա դանգե, ու ես ու գցել է հիվանդանոց, այս մարդը գտնվում է ազատության մեջ։ Արգիշ Քարամյանն ասում է ընտրովի արդարադատություն նեմա։ Իսկ 18 տարեկան լակոտին տարակողիկ բերդ, մի վարկյան չի նստե Հայկ Մաթևոսյանս։ Նոր հաճանի քաղաքապետի տղեն, ինձ Նիկոլի զոմբիները լսում են, չէ։ Բայց ես այդ հարց ուզում եմ տամ, ոնց հաստատվում։ Մարդ գնա միտինգ, բորա Նիկոլ Բոզի տղա տանեն կողեն ծակը, բայց երկու հոգու դանգած ղախպի տղեն մնա ազատության մեջ։ Հարց Կոտայքի մարզի դատախազին, տահաճ մարդ, Տիգրան Առաքելյանը ծծցնի կնգատ, ականջը կանչ իմաններ կասեր, ընչես ընձի տանեմ Բոզի, չնայած ես քանի ամիսա բերթեմ նստածա, սա ոնց է ստացվում, հարգելի ժողովուրդ, ականհայտ հանցագործություն, Добрый вечер, добрый вечер, я диспетчер. Ինձ Աննա Վարդապետյանը լսեց, ինձ նաև լսեց Կոտայքի դատախազը, եթե Հայկ Մաթևոսյանը հաշված ժամերի ընթացքում չի կալանավորվել, ուրեմն
կոտայքի դատախազը գալիս է գլխավոր դատախազի բոլոր տեղակալների տուն, ես հələ խնայում եմ Աննա Վարդապետյանին, կնիգա երեխա ունի չեմ ուզում, գալիս է կոտայքի դատախազը գլխավոր դատախազի տեղակալների բոլորի տուն, էլ չասեմ ինչով զբաղվելու, սա պիտի գնա կալանք, անհապաղ, ընկեր Հայկ Մաթևոսյանը, ու վայն եկավ տարավ են դատավորին, ով փորձեց Հայկ Մաթևոսյանին թողել ազատության մեջ։ 18 տարեկան երեխուն տանım կողմեք ծակը, փախստական դարած, տունտեղ կորցրած, հեր կորցրած, երկու հաշվանդան վզին, չեմ ճանաչում այդ երեխուն։ Ու այդ երեխան էլ իմ միտինգին չեկե, թևավոր Գանդոնի բոզի տղու միտինգին ա գնացել։ Իսկ պոտենցիալ մարդասպանը մնում է ազատության մեջ։ Ես քաղաքական գործիչ չեմ։ Ես պետական գործիչ եմ։ Եթե քաղաքական գործիչը մտածում է վաղվա ընտրությունների մասին, ոնց նախապատրաստվի։ Ես մտածում եմ վաղվա սերունդի մասին, ինչ պիտի տենա այդ վաղվա սերունդը վաղը Հայաստանում։ Այսօր ինքը տենում է լիակատար բոզի տղություն։ Սպլաշնոյ налево и направо։ Արդարադատություն չկա, օրենք չկա, ուսում չկա, բժշկություն չկա, մակարդակ չկա, կրթություն, ոչ մի բան չկա։ Ավիրե, պղծե, այլանդակե, ամեն ինչ փռել են արևի տակ։ Դրավար օրինակներից մեկն է ով Վաչագան Ղազարյանը։ Ես նորից ու նորից հեռուստաէկրանի մոտ եմ հրավիրում իմ շատ սիրելի ընկեր Մելսիկ Բաղդասարյանի հորը, Ռուբոին։ Ռուբո, ողջույն։ Դու գիտես ես քո տղուն ինչքան եմ սիրում, բայց ես ինչի եմ անընդհատ վլիցեցի բյա դիմում Նիկոլա Պաշտ մարդկանց։ Ռուբո ջան, մեկ մի քայլ անգամ իրար հետ հանդիպել ենք, զրուցել ենք։ Դու ամեն անգամ քո փեշերը փռում էիր Նիկոլ Փաշինյանի վրա։ Դու գիտես ես քո տղուն ոնց եմ ընդունում։ Իմ գլխի վրա տեղ ունի։ Բայց հիմա երկուսովս խոսում ենք հրապարակայնորեն։ Դու ատամներով պահում ես Նիկոլ Փաշինյանին, ասում ես մեզ սուրբ մարդ։ Մի հատ էլ զոմբի կար, ասում ան Նիկոլը, որ երկիր թալաներ, կեթար իա ատամը կսարքեր, փչացած ատամ ունի, չի սարքում։ Դե հիմա արի բացատրի, որ Նիկոլը փնթի գյոթ ա, դրա համար իա ատամները չի սարքում։ Փոխարենը կնիգիան լավ սարքելա, կնիգը, Ֆիոնան եւ մյուսները։ Հիմա դիմելով հարգարժան Ռուբոին, ես դիմում եմ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր որ պաշտում են Նիկոլ Փաշինյանին։ Առանց վիրավորանքի, առանց ինչ-որ բանի, ես իմ ընկերոջ հորը երբեք չեմ վիրավորի, դա մենք անցանք։ Այդ ուղղակի այդ մարդը շատ է սիրում Նիկոլին, ես ստիպված եմ դիմել ընկեր Ռուբոին, Ռոբերտին։ Սերժ Սարգսյանի Վաչո, բոլորս գիտենք ով է Վաչոն, ով է եղե Սերժի Վաչոն։ Սերժի Վաչոյի կապիտալին անդրադարձել է ոչ միայն Վարդան Ղուկասյանը, այլ նաև Սերժի Վաչոն այն մարդն էր, ում KGB-ն բանկի դեմը բռնեց սումկեքով դոլարնիկը ձեռը 20 քանի կիլոգրամ։ Բռնին, դեմ տվին ավտոին, հետո չգիտեմ ինչ արին, հետո բաց թողին, հետո էլի բռնին, հետո էլի բաց թողին, հետո էլի բռնին, հետո էլի բաց թողին, այսօր վերջնականապես հայտարարում են, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցված են։ Վաչագան Ղազարյան մեզ սուրբ մարդ։ Ինչպես նաև ուրին տիկնոջ Ռուզաննայի նկատմամբ եւ յանց ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ։ Քրեական գործը փագին վերջ մե անմեղ մարդ եւ 1000 անգամ ներողություն խնդրեցին, որ ինքեր Վաչագան մեզ կներես, մենք քակենք կերե, մեր սաղուսատկացի հետ միասին, որ եկան քեզի բռնեցինք։ Ես հիշեցնեմ, որ Վաչագան Ղազարյանս միայն Երևան քաղաքի Ռուբո ուշադի լսի, Երևան քաղաքի մեկ ռայոնում մալացիա
ուներ 22 միլիոն դոլարի հողատարածք, այսինքն Եռաբլուրի տակի վերևին կողերի հողերով եւ այլն, միայն Մալացիա Սեբաստիայում 22 միլիոն դոլարի հողատարածք, Երևանի մյուս ռայոններ, Հայաստանի Հանրապետություն չենք հաշվում, ճիշտ է, տղեն թմրամոլա, բուժվում է, չգիտեմ բուժվելա թե չէ, բայց ընկեր Նիկոլաս ընդամենը մի քանի օր առաջ, ես սպասում էի sense մի բոզիտողության, որ հելավ ասես պետք է անողոք պայքար տանենք կոռուպցիայի դեմ, Սասունին էր թրուցիկ ծսանամ, ես ասեցի մի բոզիտողություն անեմ, էսի որ ռոպեին հելը մի բանից խոսում, ուրեմն այդ գծով ժզիբիդի, անցավ մեքանի օր, մեր պաշտելի գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Վաչագան Ղազարյան մե անմեղ մարդ, այսինքն ինչա դուրս գալի, 100,000 դրամ, 50,000 դրամ ռուբուջան, գողություն կատարած անձինք, Նուբարաշեն, Վարդաշեն և այլն բերթերում տասնամյակներով պդմեն, մի գրամ նարկոտիկի համար, որ էներ իամոտ չեն բրնե, շմասի աղպոր տղեն, 12 տարի միջումը դրին, բերին կողին Վարդաշեն, ընդեղ խոշտանգին, տարան կողին Նուբարաշեն, հիմա էլ Նուբարաշենը մա խոշտանգվեմ, շարունակում խոշտանգվել և այլն, 12 տարի, բայց միլիարդներ կիլոյով դոլարնի, էտ էլ խոմ սրանք են բրնե, մենք չենք բրնե, չէ, կիլոյով, դոլարները ձերրը, այն չայլ է թամենը, Վադիտել կիլոյով դոլարները բրին ասեցին, I am sorry, փողերը վեգալան ասեցին, լիցի դուշամայա, ակայաննայա, հիմա ես ռուբոյին, այսիկն վլիցե ռուբոյին, ուզում եմ հարստամ մյուս բոլոր կիրտ արտահայտվեմ, Նիկոլ սիրող պաշտող ժողովրդին, Սերժի Վաչոն արդարացվեց, կոպիտ ասած, Սերժի Վաչոյի վրա բոլոր քրեական գործերը փակվեցին, ասին ապրես Վաչո ջան, իշքան ծսրե, լավեսարե, մեր փայը տուր, մեկ քանի կոպեկ էլ պետությանը քցի, գնա ու վայելի, վերջ, ահա ձեզ մերժիր Սերժին, քայլ արա մերժի Սերժին, հիշում ենք, քայլը արինք մերժինք Սերժին, բացի տոկում մերժինք ինքներս մեզ։ Եվ ես հիմա դիմում եմ մեր Նիկոլա Պաշտ հասարակությանը, բացատրեք խնդրեմ, ինչ է սա նշանակում։ Հիմա որ գնանք մտնենք Լուբոյի քերակատարողական հիմնարկ, Լուբոյ խուց բացենք, ընդեղ հարցնանք, տղա ջան, ինչի համար ես նստած։ Մեկը կասի 100,000 դրամ, մեկը կասի 300,000, մեկը կասի մի քանի միլիոն դրամ շորթել եմ, մեկը, բայց դատվել եմ 5, 7, 6, 10 եւ այլն տարի։ Իսկ ինչքան դատապարտվեց, անգամ չդատվավ։ Անգամ դատվածություն չնստավ Սերժի Վաչոյի վրա։ Հասկանա՞, հիմա որ խփես իցե, տենաս Ղազարյան Վաչագան, ունի դատվածություն, թե չէ, իցեն թուղթ տվեկալում չպստմա վեր, ասում որ դու աղբա չես, այս մարդը մաքուր է։ Դաժե դատվածություն վրեն չկա։ Վարդան Ղուկասյանի խփես, բերում է, դատված, 350,000 դրամի համար, շորթում։ Ահա, բայց Վաչագան Ղազարյանս մե մաքուր մարդ։ Դաշացավ, ոչ կոչումը ձեռից առան, գեներալ, մեկը չասեմ, տղա ջան, ինչի դիմաց գեներալ, ոչ աստիճանազրկեցին, ոչ դատեցին, գոնե դատվածություն վրեն նստի, հա, սեխոսյունակ, դատապարտվում է, պայմանական, ես քանի, այդպես էլ մենք չիմացանք, Վաչագան Ղազարյանս իշքան հետ տվեց պետությանը, իշքան էր կերե, իշքանը հետ տվեց, այդ էլ չգիտենք, մենք գիտենք, որ նիկոլական բոզի տղեկը, դատախազություն և այլն, կնչական, հակակոռուպցիոն, դոլարնիքը վեկալ է, ասել են գնա, բայց իշքանից իշքանն են վեկալ է, այդ էլ չգիտենք, խոսքի օրինակ, Վաչագան Ղազարյանս լապել է 1 միլիարդ դոլար, եթե 22 միլիոն մենակ Երևանի մի համայնքում է, 1 միլիարդ դոլարից 980 միլիոն դոլարը հետ ենք վեկալ է, ներել ենք, խոսքի,
Էդը չգիտենք։ Ոնց որ խոսյունակ չգիտենք են Արմեն Ավետիսյան կար, Պեկի նախկին դիրեկտոր։ Ումդեմ են Եղվարցի Գագիկ Խաչատրյանը հասարակ մուրասկաներ։ Սասարեց Պեկը։ Ծաղկաձորից մի հատ քնձղշենք վեկալան հյուրանոց։ Եվ վերջ Արմեն Ավետիսյանն ասին թռի թիթեռ։ Ոչ դատվածություն նստավ, ոչ իմացանք իշքանա լապ է, ոչ իշքանա հետեք է եւ այլն։ Ասում դե ինչի համար կարճվեց։ Հարց։ Անգիշ Չարամյան սասում տուն ու տեղը ծսնի Վաչագան Ղազարյանը գազելի մեջ։ Գազելի շոֆեր էր։ Վաչագան Ղազարյանը պազի գազելը չեղեն ժամանակ, պազա քշե։ Եկավ դարավ Սերժի Ուադիտել, հետո դարավ գեներալ։ Առանց կրթություն, առանց ինչ-որ մի բանի։ Իշքանա թալան է այս գյոթը, ու իշքան եք դուք հետ բերել։ Տղուն էլ խորցնում եք, ասում մենք օրվա հացին կակա ենք ասում, բայց 22 միլիոն դոլար ընդամենը Երևանի մի տարածքում, մի ռայոնում մարդուներ հող։ Ձեն չկա։ Եվ ես վստահ եմ, որ ոչ մի լրատվամիջոց, նամանավանդ են քոչարնական, սերժական եւ այլն, այս հարցը չեն տա։ Պարոն Նիկոլ Փաշինյանին ասեն բացատրեք խնդրեմ, դուք եք լավա ձեռը բռնե մեշոկով փողերը բանկից հանելուց եւ այլն։ Այս մարդը ինչի չդատվավ։ Ոչ դատվավ, ոչ պաշտոնա զրկվավ, ոչ կոչումը հան, ոչ մի բան։ Փողերը նույնիսկ եմ կրկնում, մենք չգիտենք իշքանա լապ է, իշքանն էլ հետ վեկալ է։ Հիմա Ռուբոջան, ստեղ Նիկոլը մեղավոր չի, էս էլ Նիկոլը մեղավոր չի։ Այսինքն Սասուն Խաչատրյանը իա գլխու վեկալավ ասեց Վաչոջան այսքան դոլար կալկուլյատորը դրեց դեմը հաշվեց ասեց այսքան դոլար պետք գնա հա Աննա Վարդապետյանը գեղեցիկ աշկերի համար ասեց ես փագում եմ գործը նա Վաչոջան ինչ տարել ես այդ հողերնիքը դոլարնիքը միլիոնավոր զարթեղեննիքը եւ այլն մալադես յանցն ու դու ուշ որտեղ ես քեզ այդ յանցը Արգիշ Չարամյանից ինտերվյու են վեկալը լրատվամիջոցնիկը Հարցատալ եմ լրագրողը ընտրովի արդարադատության մասին Արգիշ Չարամյան ես չեմ հասկանում դու Վարշավից շուր ես Արգիշտ դու քմազես ասում է այտենց բան չկա ընտրովի Արդարադատություն չկա։ Ընդ օրինակաբերում ինչ-որ Արթուր Հովանեսյան կա ազգային ժողովի պատգամավոր ասել է ագանջը կտրեմ, ոռը կտրեմ, խեռը կտրեմ, եսի միջը քերական գործ չեք հարուցե։ Մարդն ասում է հայտարարություն ուսումնասիրելու լիազորություն չունենք։ Արգիշ Չարամյանը պատասխանում է լրագրողին։ Լրագրողն ասում է Արթուր Հովանեսյանը ազգային պատգամավոր քպական, ասում է ագանջ կտրեմ, ձվեր կտրեմ, խեր կտրեմ, ծից կտրեմ եւ այլն։ Ինչ կասես, պահամա միկրոֆոնը Արգիշտի շուրթերին։ Արգիշտը հայտարարում է հայտարարություն ուսումնասիրելու լիազորություն չունենք։ Այսինքն հիմա մարդա հելամ ասում է ձու կտրեմ, փրչերդ կտրեմ, կախեմ, ծծցնեմ, մենք ում ենք որ ուսումնասիրենք։ Ու այդ տգետ լրագրողը չասում, բա հələ մի րոպե, որ դու հայտարարություն ուսումնասիրելու լիազորություն չունես։ Վարդան Ղուկասյանի եթերները ոնց ես դրե ստրոչկա ուսումնասիրե ու 46 հատ քերական գործ ես հարուցե հայոյանքով, վիրավորանքով, սպառնալիքով, չգիտեմ, ծսցնելով եւ այլով, հելար գնացիր Ես աշկիս Ես համարով որ զանգում է, ես չգիտեմ կազինոնա ով է, թող WhatsApp զանգի, վերջում ամարտում է 92-ով։ Մենք ուղիգիս չենք վեգալը, իյա։ Ես չգիտեմ ես ով է զանգում։
Բա եթե դու չես ուսումնասիրում Վարդան Ղուկասյանի եթերները, ո՞ց ես դրանց ուսում, ասես, ահա, դատավորին վիրավորեց, ահա, սրան վիրավոր, ջերմուկի են բոզի տղուն վիրավորեց, այս մեկին վիրավոր, բա որ իմ սաղ յութուբյան ալիքը դրել եք, ստրոշկա հանել ես, գրել ես, թարգմանել ես, ջնջել ես, նոտարով հաստատել ես, դեսպանով գրություն ես գրգել YouTube, դեսպան կոչեցալա խփելա թևի տակ, վազեմտելա YouTube-ը փագին, Վարդան Ղուկասյանի, Ինտերպոլ դիմիր, Ինտերպոլն ասեց, ծծես, դու ինձ ծծես, Վարդան Ղուկասյանի վերաբերյալ պատասխան եկելա, այլևս Հայաստանի Հանրապետությունը ոչ մի տեղեկություն չի ստանա, մոտակա ժամանակ է թուղթը ես կճպցնեմ, Նիկոլին գնաց է ասում էր ես դոգ եմ բերեմ, սամալոտը խոդի տված, ստուարդեսանները, այն բաները, շարֆերը կապած, այն քյաքը դրած սպասում են, էբյա է հեսա մծանամա դոգին սամալոտը, բերեմ եմ ուղի երևա, այն աննորմալ շիզոֆրենիկ բոզի տղեն էլ հավատացել էր, որ ինքը քննչական կոմիտեի ղեկավար ունի, հեսա դոգին Ամերիկայից բերեմա, Ինտերպոլը խորոփեց բեյնի մեջ, տեսավ չէ չիլնը, մեզ ինչ պատասխանատալի, թուղթը պահամա, հələ չել զեկուց է Նիկոլին, որ Ինտերպոլն ասելա կնգատ ասա, տապչանի վրեն ծծի ինձ, միատ էլ պրյամոյա դիմե ԱՄՆ իշխանություններին, նրանք էլ ասել են, այ բոզի տղա, խոմ դու խելագար չես, ինչա նշանակում արտահանձնում, մեր մեջ պայմանագիր չկա, բան չկա, հետո այդ մարդը կարող է Ուսամա բեն Լադենն է, ինչա, քֆուրի համար արտահանձնմալն, ղախպի տղա, զեկուցել ես Նիկոլի, անչի, բա անչի չես ասեմ, որ Ինտերպոլն ասելա, տապչանի վրեն կնիկը ծծի ինձ, ամեն, 10 քանի հոգու տարար կողից ծակերը, 5 հոգու խոշտանգիր, մոշտանգիր, հլը միատ էլ ասամա, թե ինչ կա չկա նախկինում է եղել, նախկինում քննչական կոմիտեի 5-րդ հարգից մարս դուր չի տրել, նախկինում քննչական բաժնի 3-րդ հարգից Արարատ ոնց որ եղավ մարդ դուրս չի թռել, դուրս էին թռնում Քաղմասի լուսամուտներից, Վայ Ղազարյանի հիմնարկությունից, բայց ոչ քննչական կոմիտեից, բա դրանք քիչ ես ասեմ, ախր լրագրողն ա տագետ, լրագրողը, բանը ինչ ասեմ, մի րոպե, զբաղվում են խոշտանգումներով, ասում է մենք կաշկանդված չենք, մենք ինտենսիվ զբաղվում ենք Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանությունով, կոտորածով, զինվորական հացագործությունով եւ այլն։ Ես հիմա ուզում եմ հատուկ ռուսերեն ասեմ Ադրբեջանի գլխավոր դատախազության համար։ Хочу лично обратиться к главу Следственного комитета Республики Азербайджан, генеральному прокурору Республики Азербайджан, так как армянские власти тесно ведут сотрудничество, и если когда-нибудь Следственный комитет Республики Армения где-нибудь, в каком-нибудь международном форуме будет говорить о том, что азербайджанцы, я не знаю, убивали армян, да, убивали, резали. Азербайджанцы натворили все, что можно считать геноцидом в территории Нагорного Карабаха. Об этом слова даже не может быть речи. Но я хочу говорить о другом. Теперь, если когда-нибудь, в каком-нибудь международном таком, если человека Зангамату Хампери, форме будет какое-нибудь объявление со стороны Аргишта Карамяна, глава Следственного комитета, или со стороны Генеральной прокуратуры Армении Анна Вартапетян, то азербайджанские прокуроры или генпрокурор может спокойно сказать, задать этот вопрос нашим хранителям закона. Вопрос таков. Скажите, пожалуйста, Анна Вартапетян, есть у вас такая партия, Общественный голос, партия оппозиционная. Сколько членов этой партии находятся в тюрьмах? Как минимум 10.
Сколько членов из этой партии были жестко, бесчеловечно избиты, насилованы в стенах Следственного комитета Республики Армения? Перечисляю их имена. Тигран Аракелян, Арман Макартумян, Артак Галсян, Эдуард Асатрян, если не ошибаюсь, и еще Андраник Армандарян. Как минимум 5. И по поводу этих 5 лиц Комитет государственной безопасности Армении, у них там есть следственный департамент, признал этих 5 граждан Армении пострадавшими, которые были в кабинете главы управления Следственного комитета города Ереван, этого Азата сукина сына, где он лично вместе с Аргиштом Карамяном избивал моих однопартийцев. Избивал электрошоком. Хотели людей кидать из окон. Вот этот факт поставить перед этим пидорастом под именем Аргиш Карамян. Следующий вопрос. Тоже спокойно можете задавать Аргишту Карамяну. Один из ваших следственных отделов города Ереван, гражданин Российской Федерации, русский, выбросился из 5-го этажа при живом конвое. Как это вышло? Другой гражданин Республики Армения, который жил в городе Араратский район, выбросили из 3-го этажа. Умер, естественно. Русский тоже умер. Другой человек из города Ерегнадзор, который вошел своими ногами в Следственный комитет, оттуда вышел инвалидом 1-й группы. И если эти люди будут, Аргиш Карамян или, как его там, Анна Вартапетян, генеральный прокурор Армении, говорит о бесчеловеческих отношениях между армянами и азербайджанцами, то наши азербайджанские коллеги могут сказать: вы сперва у вас разберитесь. Вы сами себя, ваших людей там насилуете, а потом говорите о военных преступлениях. О каких еще военных преступлениях идет речь, если вы сами там делаете преступления? И ваш следственный орган при КГБ Армении признает, что да, они пострадавшие. Но до сих пор Аргиш Карамян правит Следственным комитетом. Я надеюсь, посол иностранных дел, посол США меня тоже слышит. Алло. Բարև ձեզ։ Մի րոպե։ Ասեք, լսում եմ։ Կնեք, Վարդան Ղուկասյանի հետ եմ զրուցում։ Այո, իսկ ես ում հետ եմ զրուցում։ Շանգելա խաղատանից ադմինիստրատոր Գոհարն եմ։ Ադմինիստրատոր Գոհար, ով է Անուշը։ Ուզում եք փոխանցեմ մենեջերին։ Իհարկե։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք մենեջերն եմ Պետրոս Գրիգորյան։ Պետրոս Գրիգորյան։ Ասեցին ինչ-որ հարց կա խաղատան հետ կապված, ուզում էի լսել ձեր հարցը։ Պետրոս Գրիգորյան, դուք հիմա ազատ եք, զբաղված չեք։ Ես աշխատանքի մեջ եմ, բայց ձեր հարցերին կպատասխանեմ։ Այդ դեպքում մինչ բուն հարցին ասել, ինձ մի հատ խնդրում եմ ասեք, ձեզ այդ հեռախոսավարուհի Անուշը, որ նստած է այդտեղ, դուք այդ աղջկան որտեղից եք գտել։ Ինքը աշխատակից է, Գիտեմ։ շուտով աշխատում է, ինչ խնդիր կա։ Երբ որ քաղաքացին զանգահարում է եւ ուզում է հարց տա, ձեր ընկեր Անուշը, եթե դուք այսօրվա մեր եթերը նայեք, հեսա, դուք կտենաք ձեր Անուշի խոսալու տոնը ոճը, մեր բոլոր մենեջերները զբաղված են, բադա ու տարապ տրուբկեն դնում է, զանգում ես, այնին քայլևս չի վերցնում։ Ով է այդ Անուշը։ Կնայենք այդ ամեն ինչը։ Ես պահանջում եմ Անուշին ազատել աշխատանքից, սա մեկ։ Երկրորդ, իմ հարցը ձեզ։ Ուրեմն ասացեք խնդրեմ, երբ որ քաղաքացին գալի դիմում է ձեզ, ասում է ես բան եմ, խաղամոլ եմ,
Եվ խնդրում եմ իմ մուտքը արգելափակել կազինո։ Դուք արգելափակում եք, թե ոչ։ Պարտադիր։ Ինչքան ժամանակով։ Ինչքան ժամանակով որոշի, կարանք անվերջ։ Կարակ անվերջ, բայց եթե կարակ անվերջ, օրինակ, մենք ունենք քաղաքացիներ, որոնք ձեզ բազմաթիվ անգամ դիմել են, խնդրել են, աղաչել են, պաղատել են, ասել են փակեք, բայց դուք մուտքը արգելափակել եք 30 օրով, բայց ոչ ավել, ինչու։ Հիմա դուք որ ասեք ովքեր են։ Ես կասեմ ձեզ հիմա, ես հիմա ուղղակի, ես հիմա եթերով ձայն այդ անջատում եմ, որպեսզի տանունազգանուն ասեմ։ Բոլորին։ Մենք մեր նախաձեռնությունով ենք փակում։ Ուրեմն ես այս հարցն էի ձեզ ուզում տալ, թե դուք ինչ ձև եք փակում, այսինքն եթե մարդը խաղամոլա դիմում է ձեզ, ասում է ինձ փակեք ցմա, բայց դուք չեք փակում։ Այս հարցը կարող է հնչել շատ հանգիստ, կիրթ, կուլտուրական մթնոլորտում, եթե ձեր անուշը լիներ անուշ, ոչ թե դառը, եւ երբ որ զանգում ան քաղաք, ես անգամ ներկայանում եմ, ասում եմ Վարդան Ղուկասյան, ինքը հեռախոսը ճպսնում, զբաղված են, բայց հիմա դուք զբաղված չեք, Սիրելի Պետրոս։ Ինձ հենց այնա որ տեղյակ եմ պահել, ես մի անգամից մոտեցել եմ, որ խոսամ ձեր հետ։ Ես ուղղակի պահանջում եմ Անուշին ազատել աշխատանքից։ Մենք անպայման կնայենք, ինչ միջոց պետք է, պարտադիր կկիրառենք։ Պետք է կազատենք, եթե ինքը վատ է սպասարկում։ Դուք եթերը կարող եք այսօրվա նայել այդ հատվածը եւ ինձ դնել ձեր տեղը հետեւությունները անել ինքներդ։ Շնորհակալություն, հաջողություն։ Բնականա հետեւությունները կան։ Հաջողություն։ Շնորհակալ։ Ամեն մի լրփի, ամեն մի ագարտի բերեմ դնում են գործի։ Իհարկե թե Վարդան Ղուկասյանն էլ բաներ, սանիտար կայր հոկտեմբերանի ինֆեկցիոն հիվանդանոցից, զանգել էի, ինչ ձև ուզենա կարա խոսա։ Այդ բորնիկի ծնունդը։ Գագիկ Ծառուկյան ազատել աշխատանքից ընկեր Անուշին։ Սա իմ խնդրանք պահանջն է։ Ես խնդրանք բառից ված չեմ զգում։ Եվ դիմում եմ մեր այն տղամարդկանց, այն անձանց, ովքեր տարապում են խաղամոլության սինդրոմով։ Դուք իրավունք ունեք, եթե դուք ձեր վրա չեք կարում, ինքես տղամարդիկ, ու անպայման սիրում եք գնալ կազինո, բայց չգիտեք ձևը ոնց, դուք իրավունք ունեք ցանկացած կազինո, որտեղ որ դուք մտնում եք, չգիտեմ, Շանգրիլաներ, որներ եւ այլն, ասել, որ ձեզ արգելափակեն եւ այլևս ներս չթողեն։ Իսկ դիմել էին նման խնդրանքով մի քանի քաղաքացիներ, ես ֆիքսել էի մեկի անուն ազգանունը, եթերով անձնական տվյալ չհրապարակելու բանով ես անջատեցի բարձրախոսը, փոխացեցի, որ այս մարդու մուտքը փակել Շանգրիլա կազինո, որ այլևս այդ անձը չգնա չխաղա։ Վերջացավ։ Իսկ կազինոյի աշխատակիցները կամ առասարակ մյուս այդ քարտուղարուի գործավարուի եւ այլն պետք է հասկանան, որ երբ որ զանգում է քաղաքացին կամ Վարդան Ղուկասյանը հանրային ձայնը, պետք է խոսել այնպես, ինչպես իրենց ֆունկցիոնալ պարտականություններն են։ Պահանջում են միացնել մենեջերի հետ, այն պետք է միացնել։ Ես ուրիշ բան չպահանջեցի, ինքես Գագիկ Ծառուկյանից։ Ապրես Գագո։ Հիմա նորից հետ վերադառնանք մեր բուն թեմային, մարդու ես ինչքան են զանգել, ինչքան են գրել, հրաշնով է։ Ղալոմյան Ղևոնդը կաբելի գործարանը սեփականացրեց, հազարավոր աշխատողների, ովքեր վաուչերներ ունեին, խաբեց, գործարանի հաստոցներն էլ թալանեց, այդ Ղալոմյանը այդ կոմայգուտերն է, թալանեց, ծախեց, պրոսպեկտի վրա էլ մի ամբողջ շենք արտասահմանից եկած ներդրողի ձեռքից խլեց, նախկինում էլ հարկայինի աշխատողը եղել, մե բոզի տղապաստորեն, ես իրավացի էի, հրաչ, մի րոպե, հրաչ ով էր,
Հրաչ անգամ իա մորնա դատի տվել։ Լրի բոզի տղա։ Քաղշինի նախարարը ինչ իրավունք ունի կոմագին սեփականացնի աղբոր անոնով Բիվշիմենտ Ղուլարյանը քաղաքի կեսը իրենն է։ Դուք այդ հարցով անպայման զբաղվեք, անպայման։ Սա ինչ ասում։ Մայամիից գուսը թող ծսցնի Սիրարփին, թող ծսցնի։ Սա Արգիշտ Քյարամյանի մասով նաև, որ տենց ասում է, որ մենք հայտարարություն չենք ուսումնասիրում, չկա ընտրովի արդարադատություն եւ այլն եւ այլն։ Այս ամենը մենք անգամ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամենախայտառակ իշխանությունն է եղել երբևիցե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, ամենասարսափելի, ամենակոռումպացված, նախկիներին էլ արդեն տվե անցել են, նախկիների հետ միասին լափում են, նախկիների հետ միասին թալանում են, նախկիներից բեթար խոշտանգում են, նախկիներից բեթար խաղում են մարդկային ճակատագրերի հետ, բերդերը լցված են անմեղ մարդկանցով, բերդերը լցված են 10,000, 20,000, 100,000, 50,000 դրամ գողություն կատարածներով, բայց միլիարդավոր դոլարներով մարդիկ անգամ վրաները դատվածություն չի նստում։ Ահա այսպիսի բոզի տղա իրավիճակ։ Ամբողջ ազգը դարել է խաղամոլ, են Վիվարոյի Վիգեն Գանդոնով արդեն մի քանի միլիարդ դոլար արդեն ձեռք են բերել այս խաղամոլությունով, որը դարել է մի հատ այդ Վիգեն Միգենները վարակ ընկել այս ազգի ջանին, այս ժողովրդի ջանին, այս նարկոտիկը, այս խաղամոլությունը, այս պորնո ինդուստրիան եւ այլն։ Եվ այս ամենից հետո մարդիկ կա, որ նորից գնան ձեն են տալի ԿՊ-ին, հետո զանգամասում են պարոն Ղուկասյան, ԿՊ-ն մեր տունը քանդամա, Յաշան բոզի տղայա, Սիրարփին ագարկի վաստակա, այս մենք ես ինչ արեցինք, ձեն տվինք մեր տերեղի։ Ես չգիտեմ էլ ինչ ձևով այլևս մենք պետք է պայքարենք, ամենայն հավանականությամբ մենք երևի բացենք եւս մեկ նոր էջ, որը կոչվում է Երևանն է խոսում, եւ մերթ Երևանն է խոսում հաղորդաշարը դուրս կգա առավոտյան ժամերին երևանցիների խնդիրներով, փորձելով լուծել խնդիրները քաղաքապետարանի հետ մաքսիմալ եւ թաղապետերի հետ մաքսիմալ արագ եւ չխառնել Երևանի խնդիրները հանրային ձայն հաղորդաշարի, այսինքն բուն խնդիրները, որովհետեւ Երևանի բողոքները բավականին շատ են։ Ես մտածում եմ դրա հետ կապված, որ մենք ունենանք երկու եթեր, առավոտյան Երևանն է խոսում, երեկոյան հանրային ձայնն է խոսում, որպեսզի ինչ որ մի կերպ ես կարողանամ իմ հնարավորության չափով բարելավել ինչ որ մի ընտանիքի վիճակ եւս, ինչ որ մի քաղաքացու, ինչ որ մի անհատի, եւ ես հույս ունենամ, որ հայ մարդը, Հայաստանի քաղաքացին անկախ ազգությունից, կրոնից, ռասայից եւ սեռական պատկանելությունից կհասկանա Վարդան Ղուկասյանի պետականամետ գործունեությունը եւ իր գնահատականը մի օր կտա հալբատ Վարդան Ղուկասյանին։ Այսօր այսքանը։ Շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։